Բարաշյանի դեպքում մենք վարկային միջոցներ ենք ներգրավել եվրոպական բանկերից, Եվրամիությունից, որպեսզի նախ եւ առաջ սկզբից ասում էին պետքա փակել ու տեղը կառուցել սանիտարական աղբավայր։ Ոչ թե տեղը, այլ մոտակայքում կառուցել սանիտարական աղբավայր։ Բայց ինչա դա ենթադրում, որ եթե նոր աղբավայրը կառուցեցիր, ինչ որ բան դա էլ լցվելու ու մի հատ էլ այդ պետք է փակես, անցնես նոր։ Այստեղ խնդիրը պետքա լինի տրամաբանության փոփոխություն։ Մենք պետքա նվազեցնենք աղբը։ Ոնց է աղբը նվազեցնում, տեսակավորում ես անում ու վերամշակում ես անում։ Հիմա մեր մոտ Մենք ասեմ, բայց տեսակավորումը չի տեսակ, հենց այդ ուր է գնում։ Այդ դրա մասին խոսենք, որ կա, չէ, հիշում ես, օրինակ տարիներ առաջ, երբ որ տարբեր սիրուն գույնզգույն այդ բաները դրել։ Օրինակ հիմա Սևանում ես տեսել եմ, բայց ինքը ոնց որ թե վերամշակում է, այդ Եվրամիության աջակցությամբ, հիմա Երևանում իմաստը ինչու՞մն է կայանում, երբ որ մենք աղբը տեսակավորում ենք, նու որպես մարդիկ, ովքեր սպառում են դա, հա, այդպես տարբեր տեղեր գցում ենք։ Այստեղ պետք է մի քիչ զգույշ լինել, որովհետև հիմա որ ասես մի տեսակավորեք, որովհետև եթե չեմ սխալվում 2-3%-ն է մոտավորապես, որ ռեալ տեսակավորվում է ու գնում է վերամշակման այդ նույն վերամշակող կազմակերպությունների կողմից։ Ինքը համակարգված ձևով չի արվում։ Ես կուզենամ, որ մեր մոտ այդ մշակույթը ամեն դեպքում կայանա, հա, եթե մարդիկ հիմա տեսակավորված տեղերում գցում են աղբը, շատ լավ է։ Բայց եկեք պահանջենք քաղաքապետարանից, որ այդ շղթան միջև վերջ իրականացվի։ Սրա միակ ձևը վերամշակման գործարան ունենալն է, որ մենք իմանանք, այս աղբը գնաց աղբամանից աղբատար մեքենան տանում է վերամշակման գործարան, հա, այնտեղ տեսակավորվածը բաշխում է եւ այլն։ Ու սա պետքա տանի որոշակի ընդհանրապես Երևանում աղբի կառավարման որոշակի տրամաբանության ձևավորմանը, որ մենք ոչ թե մտածում ենք ոնց սիրուն ապահով դասավորենք աղբը, այլ մտածում ենք ոնց նվազեցնենք աղբը։ Ու սա նաև տանելու է մտածողության փոփոխության։ Այնպես որ եթե մեզ երկար ժամանակ ասում են եկեք նոր աղբավայր կառուցենք, այդ լավ կլինի, պետքա հասկանանք, որ դա մեզ չի բավարարելու ու այն վարկային միջոցները, որ տրվել են Հայաստանի կառավարությանը, պետքա անպայման դրանց հետևողական լինել, որ դա հանգեցնի նորմալ վերամշակման գործարան։